Ուզում եմ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խմբակցություններին Գյումրիում իրենց արժե համակարգային ցնծության կապակցությամբ։ Ցնծության առիթը մեկն է։ Քրեա օլիգարխիան իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով Գյումրի քաղաքում ստացավ իշխանություն։ Սերժ Քոչարյանի ներկայացուցիչները, որ ընտրություններից առաջ ազնիվ խոսք, երթում ու առհասարակ ինչ ասես չէին տալիս, որ իրենք չեն միանալու Վարդան Ղուկասյանին, միացան։ Ով զարմանք։ Առավոտից երեկո իրար ինչ ասես ասող Քոչարյանի ու Սերժի թիմակիցները միացան, որ իշխանություն տան իրենց քրեա օլիգարխիկ ռեժիմի լավագույն պրոդուկտին, այսպես ասած սերուցքին, դեմքին, սիմվոլներից մեկին, Վարդան Ղուկասյանին։ Սերուցքն այդ Սերժ Քոչարյանի լավագույն բնութագրիչն է, Աստծո անունը տվող, բայց խմբակային բռնաբարությունների ու մարդասպանությունների գործերով անցնող ու անցած մի կրիմինալ կլան։ Իդեպ, կլանի խմբակային բռնաբարության փորձի զոհը անչափահաս աղջիկ, մարդասպանությունների հիմնական զոհը այսօր Վարդան Ղուկասյանի վերարտադրությունն ապահոված Մարտուն Գրիգորյանի ընկերներ ու բարեկամներ։ Այո, սիրելի ժողովուրդ, էկրաններից ու ամբիոններից ձեզ բարոյականության, աստվածավախության ու թասիբի դասեր տվող տղաներն ու աղջիկները փողի ու իշխանության իրենց ձգտման մեջ պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով։ Անչափահաս աղջկա բռնաբարության փորձի վրայով, իրենց ամենամոտ ընկերների արյան վրայով, իրենց իսկ կանանց ու աղջիկների ամենօրյա բռնաբարության ռիսկի վրայով։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև սա է իրականությունը, սա է պարզագույն իրականությունը։ Դուք, Սերժ Քոչարյանի հարգելի ներկայացուցիչներ, այս գարնանը Գյումրուն պարգևեցիք խմբակային բռնաբարությունների և սպանությունների, քրեական գործերի մի յուրատեսակ բուկետ, ծաղկեփունջ, ու այդ բուկետը նվիրելու ճանապարհին անցաք ամեն հնարավորի վրայով, անցաք ձեր տղամարդու ազնիվ խոսքի վրայով, անցաք ձեր ընկերների, հենց ձեր, անձամբ ձեր քաղաքական պատերազմում թափած արյան վրայով, անցաք հասարակ մարդկային, տղամարդկային ու կանացի արժանապատվության վրայով։ Ասացիք, որ այո, շրջազգեստ հագած կինը ձեր ընկալմամբ բռնաբարության ենթակա օբյեկտ է, ու դուք հաշտ եք այդ մտքի հետ։ Առնվազն ձեր երջանիկ ու հիացական դեմքերը դրա մասին են խոսում ու խոսել։ Եվ ձեր աշխատանքային լեզվով ասած, որպես վիշենկա նա տորցե, ձեր ցնծության օբյեկտը այսօր արդեն հայտարարեց, որ կողմ է Հայաստանի բելառուսացմանը, միութենական պետություն մտցնելու տարբերակով։ Սա իհարկե արվեց ի կատարումն կամ ի լրումն ձեր իսկ ստացած դիրեկտիվների և ձեր 004 շրջաբերականի։ Սիրելի քաղաքացիներ, այո, դուք պետք է իմանաք, որ չկա Սերժն ընդդեմ Քոչարյանի հակամարտություն։ Կա մեկ ընդհանուր քրեա օլիգարխիա, Սերժ Քոչարյան անվամբ։ Եվ Սերժ Քոչարյանի նպատակները երեքն են. վերադարձնել իշխանությունը, վերականգնել ընդհանուր լափամանը և մատաղանել Հայաստանի անկախությունը Ռուսաստանի ու Բելառուսի ոտքերի տակ։ Ու ահա այս նպատակներին հասնելու համար նրանք մոռանալու են այսօր իրար ասվողը, մոռանալու են իրենց ընկերների թափված արյունը, մոռանալու են տված խոստումն ու երդումը, աթոռի ու փողի նկատմամբ նրանց տածած անմարդկային կիրքը նրանց ստիպելու է դա անել։ Ու բայց ամենաերեսպաշտականը այս աթոռի ու փողի համար անխոչ մարտիկների խոսույթն է։ Նրանք դեմքին հայրենասիրական դիմափոշի փչած ասում են Շուշին, Մուշը ու Արդահանը հետ ենք բերելու, բայց խոսելուց առաջ նրանք իրենց որդիներին կամ Ռուսաստանի քաղաքացի են դարձնում, չէ, պարոն Մարտուն Գրիգորյան, կամ էլ բժշկական թղթերով կեղծ գիժ ու կամ կեղծ ուղեղի կիստա են դասավորում, որովհետև պատերազմն ու մահը իրենց ու իրենց որդիների համար չէ, դա իրենց ընկալմամբ ռամիկներինն է, իրենցը ռամիկների որդիների կյանքի գնով մեծ խոսելն ու ռամիկների հաշվին հարստանալն է։
Վարդան Ղուկասյանի կլանի բռնաբարության փորձն ու սպանությունները եւ Մարտուն Գրիգորյանի որդու Ռուսաստանի քաղաքացիությունը։ Այս երկու դրվագն են ձեր քաղաքական դիմագիծը։ Սեփական կլանների լպիրշ սանձարձակություն ձեր ընկալման բռնապնիկների եւ նրանց անչափահաս դուստրերի նկատմամբ եւ իհարկե մեծաբերան հայրենասիրություն ուրիշների եւ ոչ անկարծ ձեր որդիների կյանքի հաշվին։ Սիրելի քաղաքացիներ, այո, այսօր սերժաքոչայանական քրյա օլիգարխիան ցնծում է։ Նրանց թվում է, թե խավարը վերադարձնելու գործում իրենք կարևոր հաղթանակ են տարել, որ իրենք մի քայլով ավելի մոտ են վերջնական խավարի հաստատմանը, ամենաթողության, կրիմինալի ու կլեպտոկրատիայի վերադարձին, բայց նրանք ինչպես միշտ սխալվում են ու թերագնահատում Հայաստանի քաղաքացուն։ Սիրելի քաղաքացիներ, Սերժաքոչյանը ցնցումների մեջ է, որովհետև իր կարևորագույն անտրիբուտը պետությունից գողացածը հետ բերելու մեր ներդրած մեխանիզմն անխափան աշխատում է։ Շաբաթական ու օրական ռեժիմով կայացվում են նրանց լափացի պետությանը վերադարձնելու մասին վճիռները։ Միլիարդները լայվ ռեժիմով վերադարձվում են եւ հետեւաբար կորում են նրանց միակ հենարանը՝ փողը։ Ու մենք ձեզ տված մեր խոստումը կատարել ենք ու կատարելու ենք միջև վերջին լափած կոպեկը հետ ենք բերելու։ Այս գործիքով եւ քրյա օլիգարխիային թողելու ենք բարի ամենաուղիղ իմաստով բոբիկ, ինչպես ժամանակին տարբեր տեղերից եկել էին Հայաստան։ Չկասկածեք։ Եվ վերջում, սիրելի անդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք գնալ Գյումրի։ Կարող եք Գյումրիում հագնել շրջազգեստ։ Ի ուրախություն ձեզ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանում իշխանություն է։ Ստամբուլ, այն ժամանակ Կոստանդնուպոլիս եւ ասել Սուլթանին, ընդունելության են արժանացել Սուլթանի մոտ։ Հիշեցնում եմ 1918 թվական։ 1915 թվականից անցել է 3 տարի եւ Դաշնակցության պատվիրակությունը Սուլթանին ասում է հետեւյալը. Հայաստանը, հիշեցնում եմ այն ժամանակ առաջին հանրապետությունն էր, իր անկախության պարտական է Թուրքիային։ Այնպես որ գնացեք դուք ասեք ինչ կա երիտուրքերից, ել չեմ ասում, որ Դաշնակցությունը Հայաստանում ներկայիս գործող միակ ուժն է, որը կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտուրքերի հետ։ Այնպես որ ով ինչից խոսա, դուք խոսացեք ձեր բաներից։ Բայց այսքանով չի ավարտվում Դաշնակցության էպոպեան, սիրելի գործընկերներ։ Որովհետև ես ուղղակի զարմանում եմ, էլի ոնց են մեր դաշնակցական գործընկերները այդքան հանդգնություն ունենում։ Գալ է Սամբոնի մոտից խոսել բանից, պետական շահից, անկախությունից, Հայաստանի Հանրապետությունից։ Եկեք նորից էլի վերհիշենք այս ուժը ինչի մասին է ընդհանրապես։ Հələ այն բան դարի սկիզբը լավ, պահի տակ մոռանանք մի քիչ համարենք դա, որ իրանք, չգիտեմ, համարում են, որ սխալվել են, չնայած դժվար թե։ Հայաստանը երբ որ անկախանում էր, Դաշնակցությունը դեմ է եղել Հայաստանի անկախացմանը, սա փաստագրված է։ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Մարուխյանը 1988 թե 89 թվականին ասել է, որ անկախությունը այս պահին պետք չի։ Դաշնակցությունը մյուս երկու ավանդական կուսակցությունների հետ, եթե չեն սխալվում, 1990 թվականին հրապարակային կոչով է հանդես եկել, կոչ անելով հայ ժողովրդին, այն ժամանակվա փողոցի հանրահավաքի մասնակից ամբողջ ժողովրդին, հանգիստ մնալ մեծ հաշվով, չխաթարել այլ միութենական հանրապետությունների հետ հարաբերությունները։ Ու դուք այսքանից հետո եկել տենց բան եք, պետություն եք պաշտպանում, անկախություն եք պաշտպանում, բայց սա դեռ ամենը չէ։ Սա դեռ ամենը չէ, սիրելի գործընկերներ։ 2022 թվականին Դաշնակցությունը ծնում է իր հանրահայտ 004 շրջաբերականը։ 2022 թվական, ինչը ասում է շրջաբերականում, ասում է երկու բան, կա հավանականություն, որ Ռուսաստանը կարող է որոշել ուղիղ ենթարկեցնել Լեռնային Ղարաբաղը։ Եվ երկրորդը ասում է, որ հավանական միության դեպքում պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվի որպես մեկ փաթեթով, այսպես ասած։ Պարզա չէ, ասենց պետք չի մեկին մեկ գումարելը հասկացանք, որ ինչա նշանակում սա։ Բացի դրանից, ասում են Լեռնային Ղարաբաղում պետք է իշխանափոխություն իրականացնել։ Այդ 004 շրջաբերականում են դա ասում 2022 թվին։
Գնանք 2023 թվական։ 2023 թվականին Դաշնակցությունը Քոչարյանով, Սերժ Սարգսյանով իշխանապողություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվում է, էթնիկ զտում է տեղի ունենում։ Հիմա այս դե ասում եմ, դուք Էնվերից խոսեք, Թալյաթից խոսեք, Սուլթանից խոսեք, էլ մոռաց ասեմ նաև, որ 1920 թվականին էլ Դաշնակցությունը դիմել է Աթաթուրքին, կոչ անելով աջակցել Հայաստանի կառավարությանը, այսինքն Դաշնակցությանը ընդդեմ բոլշևիզմին, ես որ դուք կողմնորոշվեք։ Մի վարքյան, հանգիստ։ Հիմա ուրիշ բան է ես անդրադառնամ։ Նաև պատահական չի, որ մեր դաշնակցական գործընկերները հիմա ասենց ավելի են փորձում ակտիվանալ, որովհետև իրանք ըստ էության շարժում են 004 շրջաբերականի տրամաբանությամբ։ Օրինակ պատահական չի, որ իրենց աջակցությամբ այսօր Գյումրիում քաղաքապետ ընտրված Վարդանիկը, ինքն իրեն է այդպես անվանում, ամենայն հարգանքով Վարդանիկը, այսինքն կոմունիստ հավատացյալ Վարդանիկը, եւ ես կարծում եմ, որ սա նոր խոսք է համաշխարհային քաղաքագիտության մեջ, հայտարարեց, որ ինքը կողմ է, որ Հայաստանը Բելարուսի օրինակով դառնա միութենական պետության մաս։ Ինչ է իդեպ Դաշնակցության 004 շրջաբերականի ուղիղ իրագործումն է։ Այնպես որ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ, այստեղ հնչեց, որ Դաշնակցությունը ինչ կոմունիստների հետ ինչ կապում։ Ձեր ցավը տանեմ, ախր դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտուրքերի հետ, դուք համագործակցել եք Սուլթանի հետ, դուք համագործակցել եք հնչակների հետ, դուք համագործակցել եք կոմունիստների հետ, հանրապետականների հետ, ԿՊ-ի հետ էլ, ինչ ասեմ, սենց փորձում եք համագործակցեք, բայց կեսից որոշեցիք, որ մենք ձեր բանի, այն ավանդական կոալիցիոն գործընկերների պես չենք, տենց որոշեցիք գնալ ձեր ճանապարհով։ Բայց հա, դուք բոլորի հետ կհամագործակցեք, դուք խնդիր չունեք դա անելու, հասկանում եք։ Տեսեք, ասում քաղաքական ուժը ուրիշ ինչ պետք է անի, հեչ ոչ մի բան, քաղաքական ուժը պետք է բոլորի հետ համագործակցի, պետքա նույն հարցի շուրջ 10 իրարից հաջորդ բան տարբերվող դիրքորոշում հայտնի, պետքա երկիրը անկախանալու ժամանակ դեմ արտահայտվի անկախությանը, հետո բոլորին ասի, որ դուք դավաճաններ եք եւ սրիկաներ եք։ Այս պետք է անի քաղաքական ուժը։ Արանքում էլ պետքա կոալիցվի Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց երբ որ Ռոբերտ Քոչարյանի բանը Թիկնազորը տանդազանանի եւ սպանի Դաշնակցության ներկայացուցիչ մի հատ ծպտուն չհանի, պետքա Փալանի ժամանակ կոալիցիայի մեջ լինի Դաշնակցությունը ու մի ծպտում չհանի, սենց, հիմնականում սենց։